Փրկարարական աշխատանքները սկսել ենք էլի վաղ առավոտից, շարունակում ենք ամեն օր տեսնում եք ինչ փրկարարական աշխատանքներ ենք իրականացնում։ Որ բան հիմա նավակներով էլի նույնպես որոնողափրկարարական աշխատանք ենք անում, հասկանանք, եթե գետի մեջ է անկեր, ցանկացած եթե գետի մեջ է անկեր, տեսնենք, դրա համար նավակները անընդհատ պատտվում են։ Գետի երկայնքով ինչքան հնարավորություն կա նավակի աշխատանքին, որին հնարավորություն չկա, իրականացնում ենք ոտքով կամ ջրասուզակներով կամ հատուկ համապատասխան համազգեստով գետի մեջով։ Սա գետի որ հատվածն է, ինքը ինչ հատված է համարվում։ Վերջնակետը է։ Վերջնակետը չէ, շատ է ինքը, շատ է հեռավորություն գնում, բայց հիմնականում փորձից ելնելով, եթե ընկել է երեխան ջուրը, ստեղից են հանում։ Ինքը արդեն շատ չի տանում, էլի։ Ավելի կանգնած վիճակ։ Ավելի հանգիստ, ավելի կանգուն վիճակ է։ Ինչքան հեռու է այնտեղից, որտեղ երեխու տունն է, մոտ 14 կիլոմետր։ Մոտավորապես, հա, ես հստակ չեմ կարող ձեզ պատասխանեմ, բայց մոտավորապես ես էլ լսելով գիտեմ 14-ից 15 կիլոմետր հեռավորություն է։ Ու հիմա ասես պտտվում են։ Այո, անընդհատ պտտվում են, անընդհատ բացի դրանից դրոններ են պտտվում, ուղղակի հենց հիմա այս պայմաններում եղանակային պայման դրոնի համար հնարավորություն չունենք։ Հենց եղանակը բացվում է, դզվում է, նորից դրոնները փորձում ենք ինչ-որ մի բանով գետի վրայով տանենք, գետի մեջով, որ կարողանանք հասկանանք, էլի։ Ինչ-որ հետքեր կամ ոչինչ չկա։ Ցանկացած ինչ էլ հայտնաբերում ենք, երեխայի կոշիկը գիտեք, աղբը շատ է։ Երեխայի կոշիկ կլինի, ինչ-որ մի բան, մի անգամից ուղարկում ենք ծնողին, մի քանի բան գտել ենք, դա չի եղել։ Ամեն ցանկացած չի մի բան, որը երեխայի հետ կապված է, հանում ենք, նկարում ցույց ենք, ուղարկում ենք, տեսնում են, տանում ցույց ենք տալիս։